Եվա ջան, ոչ մի ճնշում թող չլինի։ Գիտեմ, որ քեզ հիմա շատ անհարմար ես զգում։ Ինձ էլ մամաս է ստիպում, որ սենց հանդիպումների գնամ։ Ճիշտն ասած, ես էլ ինձ հիմա քոպես անհարմար եմ զգում։ Փաստորեն, մենք հիմա նույն իրավիճակի մեջ ենք, հա, գտնվում։ Փաստորեն, հա։ Կներեք, ուղակի մեկ-մեկն ես դեմքեր են գալիս, չգիտես լացես թե ծիծաղես։ Ախր 1000 եմ ասել ծնողներիս։ Կնոջը այդպես չեն ընտրում։ Գիտեք, երեք մեկը եկավ, նստեց ու լուրջ դեմքով ինձ հարցնում է. Դուք Facebook-ում կաք, ասեցի կամ, ասես դե որ այդպես է, ես հիմա գնամ տուն, երեկոյան ձեզ Facebook-ում կգտնեմ, դրուժից կտամ ու կսկսենք շփվել։ Ու վերկացավ գնաց։ Բա հետո։ Հետո երեկոյան Facebook-ում գրում է. Եվա ջան, ճիշտ ասած ես մտածեցի ու հասկացա, որ նման շփումը սխալ է։ Իրար լավ ճանաչելու համար պետք է լինել դեմ առ դեմ, նայել դիմացինի աչքերին խոսելիս։ Դե։ Ու առաջարկեց Skype մտնենք։ Приличное знакомство կետային պիտի բացեցրոմել։ Այն օրը ստիպեցին գնամ մի հատ աղջկա հետ ծանոթանամ։ Գնացի, շատ հաճելի համակրելի աղջիկ էր։ Բարևեցի, հարցրեցի ձեր անունը ինչ է։ Ասեց անունս Կարայ է։ Պապաս էլ դեպուտատ է։ Ասում եմ ներեցեք, իսկ այդ շատ կարևոր է։ Ասեց հա շատ, որովհետև եթե ինչ-որ բան անելու ենք, պետք է 5 տարվա մեջ հասցնենք։ Լավ, ես սուրճն էլ խմեմ ու նոր գնամ, հա, որ տատիդ չնեղանա։ Շտապելու տեղ չկա, Հրաչ ջան։ Վերջապես ես կարող եմ նորմալ մեկի հետ շփվել։ Իսկ ֆուտբոլ նայում ես։ Գիտես, ինձ թվում է հիմա աղջիկները ավելի շատ են ֆուտբոլ նայում, քան տղաները։ Ռեալ թե Բարսա։ Ռեալ։ Այստեղ ուրիշ տարբերակ չէր կարող լինել։ Դու իրան չես աղջի։ Ինչ ռեալ։ Այս աղջիկները քիժա։ Ո՞վ ես դու, արա, դու սարքես տղա։